Աստված արդեն տվել է մեզ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կյանքի և աստվածապաշտության համար։ Այդպես է, եթե Աստված արդեն տվել է, ապա արդեն անհնար է, որ նա չտա։ Այնպես որ, խնդիրը նույնիսկ այն չէ, որ Աստված տվել է, խնդիրն այն է, որ մարդն ընդունի։ Տեսնում եք, եւ ահա թե ինչու շատ եկեղեցիներում Աստված գրեթե ոչինչ չի անում, թեև ամեն կիրակի նրանք պարում են, ցատկում են, գոռում են, ինչ էլ որ լինի։ Ամեն կիրակի։ Ինչու՞։ Որովհետև նրանք շարունակում են խնդրել Աստծուն տալ այն, ինչ նա արդեն տվել է։ Նա չի կարող տալ այն, ինչ արդեն տվել է։ Դուք կարող եք ընդունել կամ ստանալ այն, ինչ նա տվել է, բայց նա տալ չի կարող։ Հասկանում եք, այնպես որ, ահա թե ինչ պետք է դուք հասկանաք։ Սա նշանակում է, որ նույնիսկ այն, ինչ վերաբերում է Սուրբ Հոգուն, Աստված արդեն տվել է։ Ահա թե ինչու գրքի ամբողջ ընթացքում խոսվում է միայն այն մասին, թե ինչպես են նրանք ստանում, այլ ոչ թե այն մասին, թե ինչպես է Աստված տալիս։ Իսկ եթե կա հղում այն մասին, որ Աստված տվել է, ապա այնտեղ խոսվում է հոգեգալստյան մասին։ Որովհետև այն ժամանակ Աստված տվեց։ Ամեն։ Եվ նայեք, ահա թե ինչու ես ասացի, որ դուք պետք է գիտակցեք սրա կարևորությունը։ Որովհետև եթե դուք դա հասկանաք, ձեզ համար կսկսվի մի նոր կյանք։ Որովհետև դուք կգիտակցեք, որ չկա ոչինչ ձեզ համար անհնարին։ Եթե դուք պարզապես հավատաք։ Ինչու։ Որովհետև ամեն ինչ արդեն տրված է։ Սա նման է նրան, կարծես ձեզ ասեին, որ ձեզ համար հիմա ամեն ինչ անվճար է այս մթերային խանութում։ Այո, իսկ որքան ժամանակով է դա ինձ համար։ Դե որքան որ ցանկանաս։ Հրաշալի առաջարկ է, այդպես է։ Բայց մթերքները միևնույն է այնտեղ են, ստիպված կլինեք գնալ դրանց հետևից, բայց անվճար։ Դրանց համար արդեն վճարված է ամեն ինչ։ Այնպես որ չկան ոչ մի սահմանափակումներ այն բանում, ինչ ես կարող եմ ընդունել, քանի դեռ պատրաստվում եմ ընդունել։ Հասկանում եք չէ՞ թե ինչ եմ ուզում ասել։ Քանի դեռ ես որոշում եմ ընդունել, ապա վերջ, դա բավական է։ Նույնը Աստուծո դեպքում է, նա տվել է, նա մեզ արդեն օրհնել է ամենայն հոգևոր օրհնություններով երկնքում։ Այդպես է, դա արդեն արված է։ Եվ դուք կնկատեք, իսկ գուցե արդեն գիտեք բառացիորեն ամեն ինչ նոր կտակարանում անցյալ ժամանակով է։ Այն ամենը, ինչ վերաբերում է Աստծո գործողություններին, անցյալ ժամանակ, նա արդեն տվել է, նա արդեն օրհնել է, արդեն բժշկել է։ Ահա թե ինչու շատ մարդիկ չեն ստանում, որովհետև նրանք փորձում են ստիպել նրան անել այն, ինչ նա արդեն արել է, փոխանակ հավատալու, որ նա արդեն դա արել է։ Իսկ երբ դու հավատում ես, որ նա արդեն դա արել է, ապա հեշտ է ընդունել։ Բայց եթե դուք կարծում եք, որ նրան դեռ պետք է դա անել և ձեզ պարզապես պետք է իմանալ, թե ինչպես ստիպել նրան դա անել, ապա դուք երբեք ոչինչ չեք ստանա։ Ահա թե ինչու այսքան շատ մարդիկ, ովքեր հավատում են բժշկությանը, երբեք չեն բժշկվում, որովհետև նրանք երբեք չեն ընտրում հավատալ, որ դա նա իրենց արդեն տվել է։ Նրա վերքերով դուք բժշկվեցիք։ Ոչ թե դուք կբժշկվեք նրա վերքերով։ Այնպես որ, բանալին ներկա ժամանակ թռչելու մեջ է, սա է հավատքի բանալին։ Հավատքի բանալին ներկա ժամանակ թռչելն է, քեզ ապագա տեղափոխելն այն պահին, երբ դուք քայլում եք և արդեն ստացել եք այն, ինչ Աստված ասել է, որ տվել է ձեզ։ Եվ եթե դուք կարող եք դա անել հենց հիմա, դուք հենց հիմա բժշկված եք։ Եվ եթե դուք կարող եք դա անել հենց հիմա, դուք օրհնված եք հենց հիմա։